պետք է չխախտել օրենքը։ Չես համոզի ԿՊԱ-ականներին, որ վարչապետը անոնսել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի բանտարկությունը։ Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել Գյումրիի ղեկավարին Փաշինյանի բառով Վարդանիկին Հայաստանի ինքնիշխանությունը իբր կասկածի տակ դնող հայտարարությունների համար պետք է դուրս շպրտել քաղաքական ու հանրային դաշտից։ Եվ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Փաշինյանի նյարդերը գրգռել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Հայոց պետականությունը պահելու համար պետք է որևիցե միության մեջ լինենք, որ թուրքերից, տափաստանային ցեղից պաշտպանվենք, ասել էր Գյումրիի քաղաքապետը։ Հերքել ԿՊԱ-ականների տարածած լուրերը, թե Ղուկասյանն ուզում է Հայաստանը գուբերնիա դարձնել, ոչ մի գուբերնիա, անկախ միության, անկախ անդամ, ընդգծում էր Ղուկասյանը։ Կա մի երկիր, որ միություն կազմած չի։ Հələ մի հատ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն։ Ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ու շպրտեցին, Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը 20 օր անց Գյումրին արթնացավ իրարանցումով։ Քաղաքապետարանում 8 անձ է ձերբակալվել, այդ թվում քաղաքապետը խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մինչև կալանավորումը բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետի հետ առնչվող եւ իր շրջապատին առնչվող։ Բայց ինչու այդ բազմաթիվ գործերի մասին իրավապահները հիշեցին հենց Փաշինյանի հայտարարությունից հետո։ Հարցը մնում է անպատասխան։ Միամիտ մի եղեք, կատարվողը քաղաքական հաշվեհարդար է, ասում է ընդդիմադիր падգամավորը։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռի նստած մարդը հրահանգը տվել է, քննչականով, ԱԱՑ-ով, այսպես դիմակավորված ներխուժում են իրականացրել։ Սա քաղաքական հաշվեհարդար է, ինքը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, եւ ընդդիմադիր որևէ մեկին ուղղակի չի հանդուրժում։ Փաշինյանը չի մարսել ոչ Փարաքարի, ոչ էլ Գյումրիի ընտրություններում ընդդիմադիրների հաղթանակ։ Աննա Գրիգորյանը հիշեցնում է, Փարաքարի համայնքապետը Վոլոդիա Գրիգորյանը սպանված է։ Մի դեպքում փաստացի ունենք սպանված քաղաքապետ ընդդիմադիր, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը Վարդան Ղուկասյանը փաստացի այսօր մինչև մենք խոսում ենք, չգիտենք ձերբակալվել է, կալանավորվել է թե չէ, բայց ակնհայտ է, որ process-ը դրան է գնում։ Հայաստան խմբակցության падգամավորը ենթադրում է, թե ինչու են այսպես ասած փրփրել իշխանականները։ Վաղարշապատում կայանալիք տիմ ընտրությունների նախաշեմին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրական մրցակիցներ չլինեն, դարձյալ ԿՊ-ն հաղթի։ 26 թվականի համապետական ընտրություններից առաջ որևէ հաջողություն ունենա, բայց ես կարծում եմ, որքան շատ լինեն նման ռեպրեսիաները, սա ուղղակի հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Ընդդիմադիր падգամավորն ուզում է, որ վարչապետ Փաշինյանը հիշի ոչ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից, ոչ էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիից ուժեղ տղա չէ։ Քեզ նման բռնապետներն են անցել գնացել։ Այս ռեժիմը ավարտվելու է միանշանակ։ Որ այսպես չի մնա, ամենայն հայոց բանաստեղծը Թումանյանն էլ է ասել։ Հարցն այն է, թե ինչ կմնա Հայաստանից Նիկոլի թվից հետո։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։